իմ մեջքի հետևում Թեհրանի Մուսալլա ամենամեծ աղոթքի վայրն է, որտեղ տեղի են ունենում այսօրվա գլխավոր արարողությունները։ Հենց այստեղ են պաշտոնական պատվիրակությունները այսօր հրաժեշտ տալիս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին։ Վաղվանից արդեն Մուսալլայի դռները կբացվեն նաև սովորական ուխտավորների առջև եւ նրանք կկարողանան վերջին հրաժեշտը տալ գերագույն հոգևոր առաջնորդին։ Իրանի իշխանությունները արդեն միջոցներ են ձեռնարկել եւ Մուսալլայի հարևանությամբ ժամանակավոր կացարաններ են բացել, որպեսզի ուխտավորները կարողանան մնալ այնքան ինչքան պետք է։ Մուսալլան, ինչպես արդեն ասացի, Իրանի ամենամեծ աղոթքի վայրն է, այստեղից են հնչում ուրբաթօրյա գլխավոր աղոթքները, ինչպես նաև երկրի համար կարևորագույն քաղաքական ուղերձները այստեղից են բազմիցս հնչել։ Միանգամից այս համալիրում կարող են հավաքվել 100 հազարավոր հավատացյալներ։ Իդեպ ասեմ նաև, որ այսօր իրանցիները եւս մի ողբերգական իրադարձություն են հիշում 38 տարի առաջ հենց այս օրը ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում Բանդար Աբասից Դուբայ թռչելիս խոցել են Թեհրան Էյրի ինքնաթիռը, որի բոլոր 299 ուղևորները, այդ թվում 66 երեխա զոհվել են։ Այսօր այդ ողբերգության վայրում իրանցիները ծաղիկներ են խոնարհել։ Մենք միայն այսքան կարողացանք մոտենալ Մուսալլայի համալիրին, քաղաքում անվտանգության ուժեղացված ռեժիմ է, ասեմ, որ Պարբերաբար ինքնաթիռներ են վայրեջ կատարում օդանավակայաններում, պաշտոնական պատվիրակություններով, հյուրանոցներում ժամ առ ժամ մեծանում է լրագրողների եւ ուխտավորների հոսքը։ Несмотря что Америка и сионистский режим мученической смерти убили наши верховные. Չնայած Միացյալ Նահանգները ու սիոնիստական ռեժիմը սպանել են մեր գերագույն հոգևոր առաջնորդին, մեր կյանքը չի փոխվել։ Вместо его пришел Որովհետև նրա փոխարեն առաջնորդ է դարձել ավելի երիտասարդ, ավելի հակաամերիկյան հայացքներով Մոջթաբա Խամենեին։ Что изменится жизненно? Իրանը պետք է աստիճանաբար ավելի ամրացնի դիրքը տարածաշրջանում ու դառնա նոր աշխարհակարգի առանցքը, դառնա միջուկային տերություն։ Միացյալ Նահանգներն ամեն բան անում է, որ Իրանը ուժ չունենա, բայց թող հույս չփայփայեն։ Իրանի բանակը աջակցում է իր առաջնորդին։ Թշնամին ուզում է, որ մենք պառակտվենք, բայց մենք ավելի միասնական ենք դառնում։ Иран станет ядерным державой.